Նարեկ Կարապետյան տեսահարցազրույց ես տվել, ասել ես Ալեն Սիմոնյանը բան կստանա ու վերադաստիարակությունից ես խոսացել, լսի, ուժեղ տղա, դուխդ չի հերիքում ուղիղ խոսաս, բա որ դուխդ չի հերիքում, խի ես բերանդ բացում, քո նման շատերը կային, ազգային ժողով գալուց առաջ մեծ խոսում էին, հիմա դահլիճ են վախենում մտնեն, գալիս շուտ կնոպկ են սխմում, փախնում են, ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում տղա ջան, եթե նենց ստացվի, որ դուխդ հերիքի մանդատդ վերցնես, եթե իհարկե հայտնվեք ազգային ժողովում, ես քեզ խոստանում եմ, մենք քեզ ազգային ժողովում առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք։ Արագ մի բան ասեմ, նոր աչքովս ընկավ, որ ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները խոսում են ինչ-որ համաներման մասին, ամենայն հավանականությամբ ուզում են դուխ տան իրենց այն գործընկերներին, ովքեր որ մեղադրվում են կաշառք բաժանելու եւ ստանալու մեջ։ Ասեմ, որ ոչ իրենց համար, ոչ ապօրինի գույքով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ որևիցե մեկ այլ մեկի համար որևիցե ամնիստիա չի լինելու, հարգելիներս։ Քրեորեն պատժելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակաշառք տալը, ընտրակաշառք վերցնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բան գողանալը, գույք գողանալը եւ այդ բոլորը պետք է վերադարձվեն պետական բյուջե։ Տենց էլ լինելու է։ Հետո չասեք, որ չենք ասել։ Դե ինչ, 24 ժամը լրացավ, Նարեկ Կարապետյանը այդպես էլ հասկանալի բացատրություն չտվեց, թե ինչի նկատի ուներ, երբ ասում էր, որ ես մարդկանց նստացրել եմ կազինոյի վրա, դրա փոխարեն հրապարակեց մի օրենքի սկրինշոտ հրապարակեց, որտեղ իմ նախատեսած օրենքով արգելվում է խաղամոլների մուտքը խաղատուն, որը ինքնին հակառակն է ապացուցում եւ հիմա ինչ որ թվեր է հրապարակում, ինչ որ թվերից է խոսում այն պարագայում, որ այնքան սահմանափակումներ ինչքան արվել է այս իշխանության օրոք տարբեր падգամավորների կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ թվում նաեւ իմ երբևիցե չի արվել։ Ես ուղղակի զարմանում եմ, կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը այնուամենայնիվ ուժ պետք է գտնի իր ուժեղ կազմակերպությունում, իր ուժեղ քարոզարշավում, իր ուժեղ ռետորաբանության մեջ ճակերտավոր, որպեսզի ընդունի, որ ուղղակի սխալ է արել եւ հիմա դեմագոգիայով է զբաղված, ինչ որ բաներ է խոսում, որ փորձում է մարդկանց դուրս գա, միևնույն ժամանակ ինքը պարտավոր է պատասխանել, արդյոք, կրկնում եմ, արդյոք այն օրենքները, որ ինքը մատնանշել է, որը որ ընդունվել են մեր կողմից, իմ կողմից, ինքը գտնում է, որ պետք է վերացնեն։ Եթե ինքը քննադատում է, դա նշանակում է, որ ինքը գտնում է, որ այդ օրենքները լավը չեն եւ ինչ որ վատ բանի են ծառայել։ Արդյոք ինքը գտնում է, որ պետք է խաղամոլները կարողանան մտնել խաղատներ։ Արդյոք ինքը գտնում է, որ պետք է բուկմեկերական գրասենյակները բացել Երևան քաղաքում։ Արդյոք ինքը գտնում է, որ պետք է գովազդները վերականգնվի, որոնք որ ամենուր էին եւ այլը, բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները։ Պատասխանի, թող պատասխանի Նարեկ Կարապետյանը, այսինքն եթե դու քննադատում ես, դու համարում ես, որ դա սխալ քայլ է արվել, արդյոք դուք պատրաստվում եք դա ինչ որ պարագայում վերացնել, ինչի՞ չի պատասխանում ես հարցին, դրա տեղը ինչ որ ցնդաբանություն է։ Կարողա պետքա ռուսերեն ես ամեն ինչ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, որ այս մարդը հասկանա, ինչևէ կհանդիպենք դատարանում եւ ես ավելի քան վստահ եմ, որ ինքը հրապարակային ներողություն է խնդրելու ինձ զրպարտելու համար եւ վճարելու է այն գումարը, որը որ դատարանը կսահմանի։ Այս սրանով փակենք Նարեկ Կարապետյանի եւ իր հերթական սուտ դեմագոգիկ հայտարարության թեման եւ անցնենք առաջ, որովհետեւ իրենց ասուլիսները, իրենց խոսքը, ես ասել եմ, մեր ընդդիմության առավելությունը կայանում է նրանում, որ իրենք ինչքան շատ խոսեն, այնքան իրենց վնաս են տալիս եւ մեզ առիթ են տալիս իրենց ցույց տալ, որ իրենք շատ հեռու են Հայաստանի Հանրապետությունից եւ Հայաստանի Հանրապետությունում այն հավակնությունները, որոնք որ իրենք ունեն, այն չի։ Լավ մնացեք։ Այս սուտասան տափակներ մնացել եք ձեր խոսույթի տակ
300,000 ադրբեջանցի, 300,000 ադրբեջանցի, հիմա էլ գնում եք այն սկզբունքով, որ никогда не останавливайся, позорься до конца, շարունակեք, մարդիկ մեկը արդեն հասկացել են, որ դեբիլություններ եք խոսում, ինձնով եք փորձում, իմ հարցազրույցներով եք փորձում ձեզ արդարացնեք, որ ես ասել եմ, որ գալու է մի օր, երբ որ անվտանգ կլինի, բոլորն էլ պետք է իրենց հարևանների հետ ապրեն, դա եք բանանում, շարքում, խոսքս էլ կեսից կտրում եք, Աստված իմ, ինչքան տափակ եք դուք, էտում եք դուք այդքան փող տալիս, ինչքան դուք հայ ժողովրդին չեք ճանաչում, շարունակեք, 300,000 ադրբեջանցու սուտ թեման, ստախոս կալուգացու եւ իր թիմի խաչն է լինելու, դուք քաղաքական կարիերա չեք ունենալու, այդ խոսույցի նաեւ պատճառով, մնալու եք այդ խոսույցի տակ, արդեն մնացել եք